Մովսեսը ծերացավ և մահացավ, իսկ Նավեի որդին Հեսուն դարձավ հրեա ժողովրդի առաջնորդը։ Մի անգամ Աստված ասաց նրան. «Ժամանակն է, որ իմ ժողովրդին առաջնորդես դեպի նոր երկիր։ Մի վախեցիր, ես ձեզ հետ կլինեմ»։ Հեսուն դիմեց ժողովրդին. «Դուք պետք է պատրաստվեք, մենք կանցնենք Հորդանան գետը և կմտնենք այն երկիրը, որ Աստված խոստացել է տալ մեզ»։ Աստված Հեսուին պատվիրեց ասել նաև հետևյալը. «Քահանաները թող գնան առջևից, տանելով ուխտի տապանակը, իսկ ժողովուրդը թող գնա նրանց ետևից»։ Ուխտի տապանակը հատուկ արկղ էր, որի մեջ կային մանանայով լի մի սափոր և 2 քարե տախտակներ, որոնց վրա Աստված գրել էր իր պատվիրանները։ Հեսուն ժողովրդին ասաց. «Հիմա մենք կանգնեցնենք գետը, և Տերը կօգնի մեզ։ Երբ քահանաները մտնեն գետը, նա կկանգնեցնի ջուրը։ Երբ քահանաները տապանակը մտցրին գետը, Տերը կանգնեցրեց ջրի հոսքը։ Հիմա մարդիկ ունեին ճանապարհ, որով կարող էին գնալ»։